Եվ Հերովդեսը ցասումով էր լցված տիրոսացիների և սիդոնացիների դեմ։ Նրանք միաբանված եկան նրա մոտ և համոզելով Բղաստոսին, թագավորի սենեկապետին, խաղաղություն խնդրեցին, քանի որ իրենց երկիրը նրա երկրից էր կերակրվում։ Եվ որոշված օրը Հերովդեսը թագավորական զգեստ էր հագել և ատյան էր նստել ու հրապարակավ խոսում էր նրանց հետ, իսկ ամբոխը աղաղակում էր. «Աստված է, որ խոսում է, և ոչ թե մարդ»։ Եվ անմիջապես հրեշտակը հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց և որդերի կեր դառնալով մեռավ։ Իսկ Աստծու խոսքը աճում ու բազմանում էր։ Բարնաբասն ու Սողոսը, երբ իրենց պաշտոնը կատարեցին, Երուսաղեմից վերադարձան, իրենց հետ վերցրել էին նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։